Մերոնք գետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Նախորդ հաղորդման անդրադարձա Նիկոլ Փաշինյանի անհարկի օգտագործած բառապաշարին եւ կրքերը դեռ չեն հանդարտվում։ Ոչ թե իմ ասացի, այլ Նիկոլ Փաշինյանի օգտագործած անտեղի բառապաշարի մասին է խոսքը։ Ինչու անտեղի, ոնց է լուծվում այդ հարցը։ Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեք իմացա, որ կաթողիկոսը, ասենք թե սրբազան չի ու սրբապիղծ է։ Կամ սրբազանները ամենևին էլ սրբազան չեն, այլ սրբապիղծ են, վաղուց, այսպես ասած, աչուձախ են գնում, չգիտեմ, քեռակին եւ այլն։ Դա նորություն չի։ Ուրեմն ինչ պիտի աներ, ոչ թե պիտի ասվեր, որ գնա քեռագնգատ այսպես արա, այլ մեկ օր պիտի հավաքեին այդ բոլորին Նիկոլ Փաշինյանը։ Չգիտեմ, կաթողիկոսը, սրբազաններ են, են իրոք հավատացյալ նվիրյալ հոգևորականներին միտեղ մի դահլիճում։ ԱԱԾ-ն ունի ցուցադրեին բոլոր այդ բախտությունները ու ասեին ժողովուրդ, սա հանրության սեփականություն չենք ուզում դարձնենք։ Ինքնամաքրվեք, այսպիսի երկիր, այսպիսի հոգևոր առաջնորդ եւ այսպիսի ծառայություն չի կարող լինել։ Չի կարող լինել, չի կարող մարդը գալ, խոնարհվել կաթողիկոսի աչին ու այդ աչը ամենևին էլ սրբազան աչ չի եւ որևէ սրբազանի։ Սա պիտի արվեր նախ եւ առաջ, որից հետո Աստված մեր ասե, այդ ամբողջը պետք է հանրայնացնել, եթե հանկարծ չգնային ինքնամաքրվան եւ վերջի եկեղեցու հոգևոր հայրերը, եկեղեցու առաջնորդը պիտի լինի գերագույն մաքրության տեր մարդ, ում մենք հենց այդպես պիտի ընկալենք։ Այդ տեղից է բխելու մնացած բոլոր ուրեմն դրական լիցքերը։ Դա չկա, մնացածը չկա։ Սա է պատճառը։ Հակառակն արեց Նիկոլ Փաշինյանը իր նման այն հայտնի բանկ ասում է գեղացուն ինչքան ուզում է սեփի, ականջահում է մնում։ Կարող էր շատ ավելի դասական օպերացիա անել։ Չարեց ցավոք սրտի եւ էսա։ Այդ հայ առաքելական եկեղեցու պահապաններ են դարձել, ինչեր են ասում, ինչ կապ ունի, ընդհանրապես եկեղեցին Աստծո տունն է։ Այդ ծառայություններն ապահովելու համար մեր եւ Աստծո մեջ միջնորդներ են հայտնվել, ովքեր ծառայել են դարերով։ Առաջին անգամը չէ, որ եկեղեցականը հիշեք Վիկտոր Հյուգոյի հայտնի թշվառներից սկսած, որ պիղծ են եղել եւ բախտություն են արել։ Մարդը այն ինչ մարդկային է, գուցե մարդուն խորտ չի։ Կայտակությանը ամենքը չեն կարող դիմանալ։ Բայց եթե դու երդվում ես, եթե դու պարտավոր ես, ուրեմն դու պիտի չգայթակղվես Աստծո պատվիրաններից, մեկն էլ դա է թերևս։ Հակառակը տեղի ունեցավ, ցավոք սրտի, հիմա էլ այդ Կարեգին բերը, գերը, չգիտեմ, Հաջապահյաններ, ինչեր սրբազանները, մի այսպես դուք եկեղեցուն, այն մարդ ինչ եկեղեցի։ Եկեղեցին պատերն են։ Մեջի հավատացյալի մասին է խոսքը, մեր մասին է խոսքը։ Մենք ուզում ենք, որ եթե դուք եք ծառաները, ուրեմն այն ազնիվ ծառաները լինեք, որ մենք հանգիստ խղճով գանք եկեղեցի։ Սա այնքան օրինաչափ է։ Բայց բնականաբար կաթողիկոսը եւ զավակ ունի եւ գուցե զավակներ ունի, այն մնացածն էլ առանց քեռակին փոխաբերական իմաստով, այսպես ասած, չեն ապրել եւ մենք ունենք այս կեղտոտ համացանցային եւ ընդհանրապես հասարակությանը զբաղեցնող իրավիճակը։ Այսպես չպիտի աներ Փաշինյան Նիկոլը, բայց էլի քիչ առաջ հիշեցրի ականջի հում լինելու պատմությունը։ Ցավոք սրտի, միշտ կարելի է ավելի լավ ելք գտնել, բայց չգիտես ինչու այսպես են գտնում։ Երեք էլ շնորհավորեց Ադրբեջանին իրենց Բայրամի Էսիյանի հետ կապված։ Աշխարհին լսեցնելու բան ունի, շնորհավորեց, թողեք շնորհավորի։ Բան չի փոխվում։
Այն որ փորձում եք օգտագործել, ասել մարդիկ, այսպես կոչված, այս Հայաստանում այս իրավիճակը ստեղծած լրատվամիջոցները չակերտավոր եւ քաղաքական գործիչները, վայ աման, Թուրքին շնորհավորեց, եկել աստեղ եւ այլն եւ այլն։ Թուրքին շատ ավելի շուտ շնորհավորել են Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, Դաշնակցությունը, երբ Հայաստանը ոչնչացնում էին։ Հիմա քաղաքականություն։ Հիմա շատ կարճ ասեմ այդ մասին։ Արտաքին ականջների համար արված հայտարարություններ։ Այն ձեռքը որ չես կարող կտրես համբուրի տրամաբանության մեջ։ Կամ շատ ասել խաղաղություն նշանակում է պատրաստվել խաղաղությունը պաշտպանելու։ Հայաստանը այսօր պատրաստվում է սկսած նոր տեխնոլոգիաներից մեկ էլ կտեսնեք, որ իսկի չեք պատկերացնի, ակնոցներով մի, այսպես ասած, ամենևին ոչ ատլետիկ կազմվածքով տղա, այսպես կոչված ջոստիկով ու թգյուղ կվերացնի։ Այս ամեն ինչի շուրջ աշխատանքներ տարվում են։ Եվ կարևորը դա է։ Մենք գիտենք, որ փախլավա ասելով բերաներս չի քաղցրանում։ Հիմա ասում են խաղաղություն, պատրաստվում է խաղաղությունը պաշտպանելու։ Մեզ համար պիտի կարևորագույնը սա լինի։ Մնացած բոլոր երևույթները, որ փորձում են գույները խտացնել, աման ռուսը, աման ամերիկացին, աման չգիտեմ ինչը, մի պատասխան տամ։ Իմ մարտական ընկեր Հովհաննես Սարիբեկյանը եւ իմ տղան, եւ Հովհաննես Սարիբեկյանի տղան, եւ շատերիս տղան 44 օրյա պատերազմում այնտեղ էին։ Իմ տղան ողջ է։ Հովհաննեսի տղան զոհվեց։ Մի քանի օր առաջ եկավ ու ասեց լսի, ես արդեն զզվել եմ։ Այն մեր անունից ինչու են խոսում, զոհվածների, ծնողների։ Իմ տղան զոհվեց, որ Հայաստանում հարսանիք անեն։ Հայաստանն ապրի։ Ինչ եք ուզում դուք մեզանից։ Քիչ էր մնում լացելներ։ Այո, մեր զինվորը գնաց, որ Հայաստանն ապրի։ Մեր զինվորը պայքարեց, որ Հայաստանն ապրի։ Հովհաննեսի տղան պայքարեց, որ Հայաստանն ապրի։ Իմ տղան պայքարեց, որ Հայաստանն ապրի։ Այդ որ սև սուքը կապած նստում եք եւ փորձում են Հայաստանը իրականում ներկայացնել որպես աշխարհի ամենավայ թշվառ բան չէ, կրվելուց պիտի կրվենք, թող բախտները փորձեն։ Այդ հիստերիկ կապիկությունները, որ Քոչարյաններն ու Սերժիկներն ու Դաշնակները ասպարեզ են գցում, հեսա թուրքը գա, թող գա, ձեզ ինչ։ Դուք պայմաններ ստեղծեցիք, որ թուրքը գա ու Արցախը վերցնի։ Դուք ոնց եք ապրում, ոնց ինքնասպան չեք եղել։ Դե որ սրտներումդ հայրենիք լիներ, ձեզ սատկացրած պիտի լինեիք։ Դաշնակցության ղեկավարություն։ Եթե ձեր սրտում իրոք հայրենիք լիներ, դուք հիմա պիտի սատկած լինեիք, գետինը մտնեիք։ Քոչարյան ու Սերժի մասին չեմ ասում։ Սա է այն իրականությունը, որ ունենք։ Եվ պիտի կարողանանք խորը շունչ քաշել 10 հաշվել, մեկը չափել, ինչպես ասում են։ Այն ինչ կարծես թե դժվար է տեղի ունենում, թե իշխանական մակարդակով դե ընդդիմություն կոչվածն էլ մի կողմ։ Այո, Նիկոլ Փաշինյանը ոչ լավագույնն է, ոչ էլ չգիտեմ լավագույնների լավագույնը։ Ունենք այն, ինչ ունենք։ Դա չի նշանակում, թե ավելին ունենալու դեպքում հասարակությունը կլռի։ Հասարակությունը տեսնում է այլընտրակ հանցախում, տարբեր ազդեցության գործակալների խումբ եւ այն ինչ ունենք, երբեմն գեղցու շուստրությամբ, երբեմն կոպիտ բառապաշարով, երբեմն չհասկացող, տգետ բառապաշարով, չգիտեմ, կրթությունը մոդա է, էս է, այն է, կա, այս հիմարությունները մեզնից անբաժան են։ Փառք Աստծո, հիշում եք Քոչարյան Ռոբերտը ասում էր, գնացել էր Գրանդ Քենդի, ասում էր, տենց էլ մտածում էի, ոնց էլ պովիդրոն լսնում ես կոնֆետի ծակի, բարի կոնֆետի մեջ։ Ինչ անենք, մենք երբեմն տգետներից, այսպես ասած անպակաս ենք, բայց նա պովիդրոն չէր իմանում ինչպես են լսնում կոնֆետի մեջ, արդյունքում մի քանի միլիարդ դոլարի եկամուտներով երկրի գահը թողեց։
եւ որպես գործակալ, որպես ռսի շուն փորձեց ամբողջ երկիրը մցնել ռուսական սապոգի տակ ու մցրեց ողջ գեներալիտետը մցրեց բոլոր այսօր որ արցախցիք բերում են ասում են գիտեք հեսա տեսնեք արցախցիք լսեք Արցախի պատասխանատուները արցախցիներ էին տարիներ շարունակ Քոչարյան Ռոբերտը իր ագահությամբ պնչակամությամբ եւ Սերժիկ Սարգսյանը ու հայրենիքից խոսացող մահ կամ ազատություն երազող դաշնակցականները ովքեր տարօրինակ ձևով անընդհատ ապրում են պետությունը մահանում է այդ գեներալ կոչվածների այդ բաները չգիտեմ մեկը պալանտացիաներ սարքեց հաշիշեին աճեցնում մի ոչինչ չարեցիք Արցախի համար մարդ ընչած տղերքը երաբլուրում ու երաբլուրներում հանգչում են նրանց գերեզմանն էլ թողեցիք ու եկաք որովհետև 20 տարի Արցախ էիք թարանում որովհետև 20 տարի լռում էիք որովհետև 20 տարի Քոչարյան ջան էսը տենդ պաչեմն էիք խաղում Սերժիկ ջան Բոյիդ Ղուրբանն էիք խաղում վերջում Ղուրբանլար արին եւ մենք ենք մեղավոր էսա մեր իրականությունը վայ մի արեք հիմա էլ եկեղեցու գլուխն են ուտում չէ եկեղեցին գլուխ չունի եկեղեցու գլուխը պիղծ է եկեղեցին Աստծո տունն է ուզում ենք Աստծո տանը աշխատող մարդիկ մաքուր լինեն ըստ էության վատ չի բայց ելի եմ ասում այդ հարցը էս աղմուկով չպիտի կարգավորվեր թեկուզ օտար ակաժների համար ինչ վերաբերում է չգիտեմ շուքյուր լարա ինչա այդ Ադրբեջանի մի տխմարել նայա ոնց որ մեր ունեցած կաթողիկոսը հոգևոր առաջնորդը Երևանում էս կանի հայտարարում է թող բախտերը փորձեն թող հետ գան գնանք ոնց են հետ գալիս այդ ով է հետ գալիս ասում են էլի հայտնի մի պատմություն կար երկու մեծ մտավորականի ասում են Ավետիք Իսահակյանն ու Դերենիկ Դեմիրճյանը Ավետիք Իսահակյանն ասում է երեք գնացել էի մի տեղ ասում է ոնց դու քո տարիքը քեզ թույլ է տալիս ասում է հա բժիշկը դեղ է տվել սա Դերենիկ Դեմիրճյանը հաջորդ օրը գնում է բժշկի ասում է ինձ էլ դեղ տուր ասում է դες դեղ չկա վարպետ ասում է Ավետիք Իսահակյանն ասում է կա տվել ես իրան ասում է դու էլ ասա Հիմա ասում են, էլի, այդ թող ասեն, այդ ինչ եք դա դարձնում առատի պարան, ինչ որ մի մոլլա, ինչ որ բան է բլթացրել։ Ինքան բլթացնողներ կան, դուք սուս ու փուս ձեր տան ցանկապատը ամրացրեք։ Ինչը պիտի այսօր արվի։ Սա է ասելիքը, ամեն ինչ լավ է լինելու, առողջ կացեք, կհանդիպենք։